Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 4-ն է, օրն ուրբաթ։ Հավաքանու արտահերթ ընտրություններից հետո Գյումրիում ստեղծված իրավիճակը կարծես թե հանգուցալուծվում է։ Տևական ժամանակ լռություն պահպանած մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այսօր կայացրել է իր որոշումը։ Հիշեցնենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայներ ստացել է քաղաքացիական պայմանագիրը, սակայն չունի մանդատների մեծամասնություն։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Վճռորոշ խոսքը մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանինն էր, թե արդյոք Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ եւ միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է քրեական գործերով պայմանավորված։ Թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօրը։ Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված, որ սխալվասին է։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս թեկնածուներին, մասնավորաբար Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի եւ տվյալ թեկնածուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ օրինակ Ռուբենին կամ Կարենին կարող էին քննարկել քաղաքապետ 4 թեկնածուներից համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց եւ վստահաբար ասում եմ, որ երկրիս, պետության եւ պետականության, Գյումրուս եւ գյումրեցիներիս շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները եւ անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք, իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ եւ մեր քաղաքը դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում եւ ամեն ինչ հետայսու կախված է լինելու մեր քաղաքը դաշինքի քվեարկություններից։ Եվ այսպես, մեր քաղաքը դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին, առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը, քաղաքի հետագա ճակատագիրը քաղաքացիական պայմանագրին տալու չտալու մասով այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ բոլորդ էլ գիտեք, ես ձեռքերս սալած չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չունենա։ Գյումրիի հետ ընտրական անորոշությունը մարվում է, իսկ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները դեռ ամփոփում են նախընտրական քարոզչության եւ բուն քվեարկության օրվա պատկերը։ Երկխոսությունների մեդիա կենտրոնում դիտորդներն ու փորձագետները խոսել են այն մասին, որ քվեարկության օրը ընթացակարգային բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ բավարար պատրաստվածությամբ, իսկ քարոզչության ընթացքում խախտումների մեծ մասը վերաբերել է ատելության խոսքի տարածմանը։ Պայքարի մեջ մտած քաղաքական ուժերը ատելության խոսք ու անհանդուրժողականություն են դրսևորել միմյանց նկատմամբ, իսկ ընդհանուր առմամբ փորձագետների կարծիքն այնպիսին է, որ համամասնական ընտրակարգը Գյումրիի տիմ ընտրությունների դեպքում կայացած չէ։ Գյումրեցիները իրենց քվեն տվել են ոչ թե կուսակցություններին, այլ անձերին։ Ինչպես մեդիայի կողմից, այնպես ատելության խոսք շատ տհաճ խոսույթ, ոչ քաղաքական, ազդավորված, հիրախարված նշանակով, իրավիճակով համեմված։ Ունենք քաղաքացիների տարածման բազմաթիվ խախտումներ գրեթե բոլոր ուժերի կողմից։ Այս ինչ որ արադատում ենք նախընտրական ժամանակահատվածն, եթե քվեարկության օրվան կարգ հիմնականում ընթացակարգային խախտումներ են կապված հանձնաժողովների ոչ այդքան պատրաստված հանձնաժողովների ոչ այդքան պատրաստ լինելու հետ, կահավորման խնդիրներ, ինչ որ ընթացակարգային կազմակերպչական այլ հարցեր եւ նաեւ շատ ակնհայտ արարևույթ թաղային միջամտությունների, թաղային հավանականությունների կողմից ու
գործունների փորձեր, բայց սրանք փորձեր են, ինչպես որ վարչական ռեսուրսը, ինչպես որ բարեգործությունն ու հրակաշարքը փորձ է մարդու վրա, ասելու թե ինչքանով է դա ազդում ու ինչքանով է արտացոլվում հետո քվեներում, դա շատ դժվար է չափել։ Ռազմատիվ են եղել ահազանգները, որ հանձնաժողովի անդամները բաժետ չեն տիրապետել իրենց գործառույթներին, որը բերել է մի շարք վեճերի, վիճաբանությունների, կոնֆլիկտների, խախտումների բնույթեր եղել են հիմնականում կուտակումներ, վիճաբանություն եւ բաց քվեարկության խախտումության խախտում, քվեարկեցիկի դուրսբերումն մեկ դեպք է մեր կողմից արձանագրվել։ Կային ծրագրեր, որոնք շատ փնտի անխնամ էին տարբեր տեսակետից ընդհատվող նախադասություններով, նաև ասացի կա ծրագրեր, որոնցով կային նաև ադեկության խոսք կամ անհանդուրժողականություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ։ Մենք կարող ենք արձանագրել, որ ասենք նախորդ ընտրություններում սիմվոլիկ ձայներ ունեցած կոմունիստական կուսակցությունը վերադարձել է, բայց իրականում այդպես չէ, որտեղ ձայները տրվել են անձին, ոչ թե կուսակցությանը։ Ադրբեջանը Հայաստանի ականապատ տարածքների այսպես ասած ճշգրիտ քարտեզներ է պահանջում։ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25%։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հաջիզադեն ասել է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն նրա պնդմամբ իրական թիվը մոտենում է 1,5 միլիոնի, նշելով, թե չնայած միջազգային ճնշումից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը եւ եղել են միայն 25% ճշգրիտ։ Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվելու է 15 հայ ռազմագերիների, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։ 3 դատական նիստում դատախազի հարցերին պատասխանել է Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա պատմել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դավիթ Իշխանյանին հարցրել են, թե որն է եղել Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի պատճառը։ Իշխանյանը պատասխանել է, որ ռազմավարական նպատակը Ղարաբաղի միացումն էր Հայաստանին։ Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուն մեղադրում է ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հանցանքների համար։ Կայացել է Հայաստան-Իրան հազարամյա հարևանություն հանրային համաժողովը, որի ընթացքում երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով այս համաժողովը կարող է վերածվել շարունակական հարթակի, որը նպաստելու է երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Պատմությունը, մշակույթը եւ հասարակական կապերը համաժողովի առանցքային թեմաներն էին։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին հայ-իրանական հարաբերությունները բնորոշեց 3 հիմնարար սկզբունքով՝ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհամշակութային, ընդգծելով, որ երկու երկրները պատմականորեն կիսել են նույն տարածաշրջանը, իսկ նրանց անվտանգությունն ու շահերը միշտ փոխկապակցված են եղել։ Այսօր զարգացումները Սյունիքի մարզում ուղղակիորեն կապակցված են Իրանի շահի հետ, եւ պատճառը, որ Իրանը միջազգային սահմանների մեջ փոփոխությունը համարում է կարմիր գիծ, հենց դրանով է պայմանավորված։ Չնայած Հայաստանի հետ շատ կարճ սահման ունենք, բայց այն համարվում է ամենաապահով սահմաններից մեկը։ Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիքներ չենք զգացել, եւ դա եղել է փոխադարձ։ Հայաստանի եւ Իրանի միջև սահմաններին անդրադարձավ նաեւ FPS ընկերության գործադիր տնօրեն Մուստաֆա Տալեբպուրը, ով նշեց, որ Իրանի կառավարությունը հատկապես Արցախյան պատերազմից հետո եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում հայտարարել է, որ չի թույլատրի որևէ երկրի վտանգել կամ խախտել մեր երկրների միջև սահմանները եւ լիովին աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Արցախյան պատերազմի ավարտից հետո, ինչպես գիտեք, Իրանի եւ Հայաստանի միջև հիմնական երթուղին փակվեց եւ երկու երկրների կառավարությունները կենտրոնացան այլընտրանքային ճանապարհների վրա։ Իրանական ընկերությունները պայմանագիր կնքեցին Հայաստանի կառավարության հետ աջակցելու եւ կառուցելու այն ճանապարհները, որոնք կպահպանեն երկու երկրների միջև անվտանգ կապը։ Այդ ճանապարհները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, կարևոր են նաեւ Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև կապ հաստատելու համար։ Այս նպատակով Իրանն արդեն սկսել է ներդրումներ կատարել։ Կարծում եմ, որ 2 տարվա ընթացքում ճանապարհները պատրաստ կլինեն լիարժեք շահագործման։ Մուստաֆա Տալեբպուրի այս միտքը իր ելույթում հաստատեց նաեւ դեսպանը, նշելով, որ Հայաստանը գտնվելով հյուսիս
հարավ ճանապարհի կենտրոնում Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով կարող է ապահովել ելք դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Միջին Ասիա, Թուրքմենստան եւ Իրաք։ Հայաստանը կարող է Իրանը ԵԱՏՄ շուկաներ միացնելու հարցում ունենալ լուրջ դերակատարություն։ Մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ որպես ԵԱՏՄ 200 միլիոնանոց շուկա մուտք գործելու միջոց։ Մեհդի Սոփանին նշեց նաև, որ պատրաստ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում։ Նա հիշեցրեց գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխհամագործակցության մասին եւ հավելեց, որ Իրանը մտածում է Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրման եւ Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացման մասին։ Վերադառնալով միջոցառման կարևորությանը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշեց, որ այսօր մենք հարևան երկրի հետ ունենք համընկնող ռազմավարական շահեր եւ պետք է ձեռնարկենք քայլեր երկուստեք պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ Իսկ այդ գործընթացները չեն լինում մեկ օրվա ընթացքում, այլ ժամանակ եւ ներուժ են պահանջում։ Մենք որպես այդպեսին ավելի լայն շրջանակով ոչ թե մասնագետների առումով չենք ճանաչում Իրանը, կա ճանաչողության ճգնաժամ։ Սա լրջագույն խնդիր է եւ այս համաժողով կասեմ կամ միջոցառում կասեմ, որը գիտամշակութային է, առաջին հերթին հենց ուղղված է ոչ միայն կապերի զարգացմանը, այլ նաև այս ոլորտների հնարավորինս ակտիվացմանը։ Անվտանգային, քաղաքական, տնտեսական ոլորտներից բացի ֆորումի ընթացքում կարևորվեց նաև մշակույթի ոլորտը։ Ըստ Իրանի եւ ԱՊՀ երկրների փոխգործակցության ոլորտի մշակութային գործիչ եւ հետազոտող Փաշա Կազեմիկ Ջատի այժմ մշակույթի ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բավարար չէ, քանի որ մեր ժողովուրդները դարեր շարունակ շատ ավելի սերտ կապեր են ունեցել։ Իրանի եւ Հայաստանի միջև դարերի ընթացքում տարբեր ոլորտներում եղել են համագործակցություններ։ Մենք պետք է փորձենք զարգացնել այս հարաբերությունները, դրական ուղղությամբ օգտագործենք ողջ ներուժը եւ հուսով ենք, որ ապագայում կկարողանանք դա անել եւ հաջողության կհասնենք։ Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ Քրիստինե Կոստիկյանի համոզմունքով անկեղծ զրույցների միջոցով կարող են ստեղծվել կապեր իրանցի եւ հայ հետազոտողների միջև։ Նա հավելեց, որ դարեր շարունակ կողք կողքի ապրող Իրանի եւ Հայաստանի մշակույթների միջև զուգահեռ անցկացնելու դեպքում կարելի է գտնել բազմաթիվ նմանություններ։ Այսօրվա միջոցառումը կարծում եմ կարևոր է նրանով, որ մի տեսակ ամփոփ կներկայացնի մեր անցած ուղին, բնականաբար ամփոփելով անցյալը կարող ենք առաջ նայել եւ տեսնել, որ ունենք անելիքներ եւ հնարավոր զարգացման հեռանկարներ։ Ներկաները փաստեցին, որ սա կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս կրկին ճանաչելու հարևան երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։ Իսկ կապերի ամրապնդումը կարող է թույլ տալ ավելի խորը հասկանալ միմյանց մշակույթը, պատմությունը եւ ներկա վիճակը։ Դրանով իսկ խորացնելով համագործակցությունը երկու երկրների միջև։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անհամբերությամբ սպասում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Տարածաշրջանային եւ միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Միացյալ Նահանգների նախագահն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտի կապակցությամբ։ Նախագահ Թրամփն անհամբերությամբ սպասում է դրա ստորագրմանը եւ ավերացմանը։ Կայունությունը եւ պաշտոնական խաղաղության համաձայնագիրը կարեւոր են տարածաշրջանում երկարաժամկետ տնտեսական զարգացման ապահովման համար։ Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ Ջեյքոբսը նշել է, որ տևական խաղաղությունը կկոտրի հակամարտությունների շղթան եւ կբացի անվտանգության եւ բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Սամարղանդում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության միջև առաջին գագաթնաժողովը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այն անվանել է նորեջ Եվրամիություն Կենտրոնական Ասիա երկարամյա բարեկամության մեջ։ Խոսելով տարբեր ոլորտներում համագործակցության նոր ուղիների մասին, ֆոն դեր Լայենը կարևորել է հատկապես տրանսպորտային միջանցքների ոլորտը։ Անցյալ տարի մենք 10 միլիարդ եվրոյի ներդրում կատարելու խոստում ենք տվել անդրկասպյան տրանսպորտային միջանցքին։ Դա մոտ կիսով կնվազեցնի ցամաքային ճանապարհը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև։ Միջանցքը կբացահայտի նաեւ մեր տարածաշրջանների միջև բիզնեսների չօգտագործված ներուժը, կխթանի կապերն ու առևտուրը Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև։ Բայց միայն ենթակառուցվածքները բավարար չեն։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաեւ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը։
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ 3 տասնամյակ փակ լինելուց հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը բեկումնային կլինի։ Դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել քան երբևէ։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Վաշինգտոնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ներդրումային ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, նշելով, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաեւ երկու երկրների միջև թռիչքների վերականգնման հարցերը։ Քննարկել ենք նաև տնտեսական եւ ներդրումային բնույթի հարցեր։ Մենք տեսնում ենք ամերիկյան ընկերությունների Ռուսաստան վերադառնալու մեծ ցանկություն։ Ամերիկյան շատ ընկերություններ պարզապես ցանկանում են զբաղեցնել այդ տեղը, որտեղ հեռացել են եվրոպական ընկերությունները։ Դմիտրիևը միաժամանակ ընդգծել է, որ դա հնարավոր է հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։ Նա նշել է նաև, որ քննարկվել են Արկտիկայում հազվագյուտ հողային մետաղների եւ տարբեր այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունը։ Դմիտրիևը թեև չի նշել, թե ում հետ է հանդիպել Վաշինգտոնում, սակայն բանակցությունների մթնոլորտի մասին դրական է խոսել։ Մեր հարաբերություններում գրանցվել է դրական դինամիկա, անհրաժեշտ կլինեն եւս մի շարք հանդիպումներ, որպեսզի կարողանանք լուծել մեր բոլոր տարաձայնությունները։ Ես կասեի, որ մենք 3 քայլ առաջ արեցինք մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Մենք բացարձակապես հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն նախագահ Բայդենի, հակված է խնդիրների լուծմանը։ Նրանք չափազանց հարգալից են, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս եւ փոխզիջումներ են գտնում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև նոր բանակցությունների ժամկետները կորոշվեն մոտ ապագայում։ Դմիտրիևը ԱՄՆ գործընկերներին հրավիրել է Ռուսաստան։ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ եւ մշակում է ուկրաինական կարգավորման խաղաղ ծրագիր։ Սակայն Արևմտյան Եվրոպան ատում է նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ուկրաինային պատերազմի երկարաժամկետ ծրագիր է պատրաստել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Արևմտյան եվրոպացիները մշակել են ռազմական ծրագիր, նրանք պատրաստվում են նրան, որ Եվրոպան շատ կծախսի ուկրաինական բանակը պահպանելու եւ երկարաժամկետ մեծ պատերազմի համար։ Օրբանն ասել է, որ չնայած դրան Միացյալ Նահանգների նախագահն արդեն զարմանալի հաջողության է հասել։ Նրա կարծիքով Թրամփի գործողությունների արդյունքում պատերազմն ավելի չի տարածվի Արևմտյան Եվրոպայի ուղղությամբ։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը միաձայն հաստատել է նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենթը, վերջնականապես հեռացնելով նրան իշխանությունից։ Առաջիկա 60 օրվա ընթացքում երկրում պետք է անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ ակնկալվում է, որ դա տեղի կունենա հունիսի 3-ին։ Այդ ընթացքում վարչապետ Han Deok-sung շարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար։ Դատարանի որոշումից հետո Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել ժողովրդի ակնկալիքները չարդարացնելու համար։ Իսկ նախագահի պաշտոնակատար Han Deok-sung խոստացել է ապահովել կայունություն ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում։ Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմպիչմենթի ենթարկեց Յուն Սոկ Յոլին դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրել է իր վարչակազմի $5 միլիոն արժողությամբ նոր ոսկե քարտի դիզայնը։ $5 միլիոն այն կարող է լինել ձերը, սա քարտերից առաջինն էր։ Գիտեիք սա ինչ քարտ է։ Սա ոսկե քարտն է, հաղթաթուղթը։ Սպիտակ տան առաջնորդը դեռ փետրվարին էր հայտարարել ոսկե քարտերի մասին։ Դրանք իրավունք կտան հարուստ օտարերկրացիներին ապրել եւ աշխատել նահանգներում։ Թրամփը չի թաքցրել, որ այս կերպ փորձում է լրացնել բյուջեի դեֆիցիտը։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այսօր առավոտյան ժամը 4:19-ին Ադրբեջանի տարածքում Կապան քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևելք 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում 2-ից 3 բալ ուժգնության։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի սեյսմոլոգիական ցանցը հաճախակի է երկրաշարժեր գրանցում։ Հաշվի առնելով տարածաշրջանում ցնցումների քանակը, Հայաստանում սեյսմիկ ֆոնը նորմայի սահմաններում է գնահատում սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը եւ նշում, որ հաճախակիացած ցնցումները ուժեղ երկրաշարժի նախանշան չեն։ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած 4 բալանոց երկրաշարժը Սյունիքում զգացել են, որտեղ ուժգնությունը եղել է 2-ից 3 բալ։ Սա տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված թույլ երկրաշարժերից հերթականն էր։ Երկրաբանական առումով մինչ այդ տեղի ունեցած երկրաշարժերն էլ սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը համարում է նորմայի սահմաններում եւ անհանգստանալու պատճառ չեն։ Սովորական բանը պիտի տեղի ունենա։ Մեր Հայաստանի տարածքը բեգորապված է բլոկների, 40-ից ավելի բլոկներ են անջատված
Եվ այդ սեղմումը, որ լինում է արաբական սալի կողմից մեր տարածքի վրա, պիտի բերի երկրաշարժերի առաջացման եւ լարումների կուտակման։ Եթե երկրաշարժերը թույլ չեն լինում, անընդհատ կուտակվում է լարումը, իսկ ուժեղ երկրաշարժը նախապատրաստում է մոտավորապես 100 տարվա ընթացքում։ Սյունիքում զգացված ցնցումն իր ուժգնության թեև թույլ է եղել, բայց մասնագետի կարծիքով սեյսմիկ տեսանկյունից նշանակություն ունեցող է։ Օջախային կոտին երկար ժամանակ հանգիստ վիճակում է գտնվել, որն ավելի անհանգստացնող էր, քան գրանցված 2-3 բալ ուժգնության երկրաշարժը։ Թույլ ցնցումները ուժեղ երկրաշարժի լարվածությունը թուլացնող են։ Մասնագետները գտնում են, որ ես էլ համամիտ եմ նրանց հետ, որ այդ լարվածությունը ինչ որ չափով մարեց եւ Զանգեզուրում այդ թույլ երկրաշարժերը Ընդհանուր առմամբ տարվա առաջին եռամսյակում թույլ երկրաշարժեր սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սարքերը շատ են գրանցել, որոնք եղել են գրեթե բոլոր օջախային գոտիներում։ Ամենաակտիվը շարունակում է մնալ Սպիտակի օջախային գոտու Ձորաշենի հատվածը, որտեղ 88-ից հետո հետցնցումները դեռ չեն մարել։ Հիմնական ցնցումները զգացվող նաեւ մագնիտուդը 3-ից 4 մինչև 5 մագնիտուդի երկրաշարժ տեղի ունենում Ձորաշենի օջախային գոտում, այսինքն Սպիտակի երկրաշարժի ամենաուժեղ ցնցման եւ ամենախորը ցնցման գոտում։ Իմ կարծիքը որպես մասնագետն է, որ դեռևս տասնյակ տարիներ այդ ցնցումները, հետ ցնցումները կշարունակվեն, առ այսօր գրանցվել է 14000 հետ ցնցում եւ այդ process-ը կշարունակվի։ Հիմա էլ ունենք մինչեւ օրս ունենք ակտիվ այդ տարածքը ակտիվ է ու այդ ակտիվության հետ մեկտեղ է ունենք երկրաշարժեր Երևանի շրջակայքում այս մարտ ամսվա մեջ եւ Սյունիքում էր տեղի ունեցել առավոտյան այդ երկրաշարժերը բոլոր զգացվող երկրաշարժեր են, որոնք պանիկայի մեջ են դնում մարդկանց։ Իսկ խոճապ գրանցվող ցնցումներից հետո առաջանում է վթարային շենքերում։ 37 տարի է տարբեր աստիճանի վթարայնության ավելի քան 90 շենքերում ապրողներ կան։ Դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը բացատրում է, որ ցնցումները չեն կարող շենքի վրա կոնստրուկտիվ ազդեցություն ունենալ, եթե այն չի գերազանցում 5 բալա։ Ընդհանրապես մեր սեյսմիկ նորմերով Հայաստանի եւ աշխարհի երկրաշարժը շենքի վրա թողնում է հետևանքներ, եթե 6 բալ է կամ ավելի ուժգնությունը։ 5 բալանոց թույլ ցնցումները չեն կարող շենքի կոնստրուկցիաների վրա ազդել։ Բայց կա մի բայց, որն է այդ բայցը, եթե շենքը այնքան է խալխլվել, որ հասել է փլուզման եզրին, երկրաշարժը չլինի, կքանդվի, եթե թույլ երկրաշարժը կարող է քարեր թափվի կամ չգիտեմ ինչ որ մի բան լինի։ Սեյսմաբանը միաժամանակ նշում է, թեև գիտականորեն դեռ ապացուցված չէ, բայց տեսակետ կա, ինչքան շատ են թույլ ցնցումները, այնքան սպասվող ուժեղ երկրաշարժերի հավանականությունը փոքրանում է։ Հայաստանում սեյսմիկ ֆոնի ակտիվությունը պահպանվում է, իսկ տեղեկատվական դաշտն այնքան բաց է, որ գրանցված ցանկացած թույլ ցնցում մեծ հնչեղություն է ստանում։ Միայն մարտ ամսին գրանցվել է 303 ցնցում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։
ուզում եք ունենալ ձեր սեփական բնակարանը Գյումրիի կենտրոնին մոտ, դիմեք Solid House Գյումրի։ Բազմաֆունկցիոնալ գեղեցիկ շենքն արդեն ամբողջովին պատրաստ է եւ ունի ավարտական ակտ։ Ուշադրություն, գործում են հատուկ շահավետ պայմաններ զինծառայողների համար։ Բացի այդ, Գյումրիում դեռևս կիրառվում է եկամտահարկի վերադարձի օրենքը, ինչը գնումը դարձնում է կրկնակի շահավետ։ Ուշադրություն, հիփոթեքի եւ եկամտահարկի վերադարձի դեպքում գործում է 0% կանխավճար։ Եվ վերջապես, գարնանային տոների կապակցությամբ բնակարան ձեռք բերողները կառուցապատողից նվեր կստանան նաև կենցաղային տեխնիկա։ Հասցրեք դառնալ այս բնակարաններից մեկի երջանիկ սեփականատերը։ Solid House Գյումրի։ Սիրելի գյումրեցիներ, ապրիլի 5-ին Շահումյան 131 հասցեում կբացվի տղամարդկանց, կանանց եւ երեխաների նորաձևության ու որակի խորհրդանիշ Մարի Գրանդը։ Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու բացման արարողությանը, որտեղ ձեզ սպասվում են մեծ զեղչեր եւ բացառիկ ակցիաներ։ Գալիս է մի նոր դարաշրջան Գյումրու նորաձևության ոլորտում։ Մարի Գրանդ, ոչ, որակ եւ հասանելիություն մեկ վայրում։ Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպություն Փագ տիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Գյումրի մասնաճյուղի ոսկերիչ գնահատողի թափուր աշխատատեղի համալրման համար։ Աշխատանքային բարդականություններն են համապատասխան կազմակերպության ընթացակարգերի ժամանակին իրականացնել հաճախորդի գրավ դրվող ոսկու թանկարժեք զարդերի գնահատումը, կազմել գնահատման ակտ գրավ դրվող ոսկու թանկարժեք քարերի եւ զարդերի արժեքի վերաբերյալ, գնահատված ոսկին թանկարժեք զարդերը տեսակավորել եւ գնահատման ակտի հետ միասին փաթեթավորել, փակել եւ կնքել։ Գնահատված ոսկով թանկարժեք զարդերով եւ համապատասխան փաստաթղթով փակ փաթեթները փոխանցել կազմակերպության համապատասխան ստորաբաժանման գանձապահին։ Ապահովել կազմակերպությունը տեղեկություններով ոսկու եւ թանկարժեք զարդերի շուկայում էական փոփոխությունների վերաբերյալ, պահանջվող աշխատանքային փորձը եւ հմտություններն են։ Ոսկու գնահատման փորձ ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի եւ զարդերի գնահատման մեթոդները եւ ճանաչելիության չափանիշները, թանկարժեք մետաղների եւ ոսկյա զարդերի շուկայի ընթացիկ վիճակը եւ զարգացման հակվածությունը, մասնագիտական կրթություն,